Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ Մերտեր Հիսուսյանով, Փարտիրոջը։ Անկախ եղանակից տխուր կամ ուրախ, դե այդպես է, երբեմն ասում ենք անձրևային եղանակը իր մեջ տխրություն ունի, արևոտ եղանակ իր մեջ ուրախություն ունի, բայց անկախ մեր եղանակային տրամադրություններից մեր սրտի մեջ միշտ պետք է լինի Տիրոջ լույսը, որը հավիտենական ուրախություն է առաջացնում մեր մեջ։ Չգիտեմ, հենց նոր հիշեցի, որ կարելի է այսպիսի բան ասել մեր առավոտյան ուղիղ եթերից։ Իսկ այսօր մեզ է միացել մեր սիրելի Վարազդատ Բեգզադյան եղբայրը, շատ հաճելի, հրաշալի եղբայր է, Աստծուն սիրող եւ իր հետ երբեք չես հոգնի։ Նա Էլ-Բեթել եկեղեցու հովին է Երևանում, արդեն վստահ որ շատերը ճանաչում եք, ես հենց միացրեցի ուրեմն ուղիղ եթերը միանգամից մի 10 հոգի միանգամից մի քանի վայրկյանում միացան, հասկացա որ սրա կազմակերպիչը մեր Վարազդատ եղբայրն է։ Սպասում են, մերոնք սպասում են, չէ։ Ասում են, բա լավ, այս քո եթերներին շուտ են միանում, բախի այն մյուս եղբայրները որ գալիս են ուշ են։ Բանը չէ, պարտավորեցնում եմ քեզ իշուրանում։ Վարազդատ ջան, շնորհակալ եմ եղբայրս, որ եկար, շատ հաճելի է։ Մերսի ընդունելու համար հրավերը։ Ինչ անենք, անցնենք թեմային, թե ուզում ես մի քիչ sense ողջունում եմ սիրելիներս, Աբրահամ ջան, սիրով եմ գալիս, շատ լավ անցնում։ Պատիվ է եղբայրս։ Իմ համար էլ։ Ու շնորհակալ եմ Աստծուն, որ կա հնարավորություն կիսվելու Աստծո ժողովրդի հետ իր խոսքով, խոսելու Աստծո ճշմարտությունների մասին, սա այս դարում օգտագործել ինտերնետ ավետարանը քարոզելու համար հերոսություն Աբրահամ ջան։ Այնպես որ Տերը օրհնի քեզ, Տերը օրհնի այն ամենը ինչ որ անում ես, Տերը օրհնի ձեզ սիրելիներ, որ լսում եք, մեջն եք, բայց ոչ միայն լսեք եւս մի բան իմանալու համար, այլ լսեք, վերցրեք, թող ձեր կյանքերը փոխվեն ու ամեն խոսք, որ Աստծո ծառաները բերում են ստեղ, օգտագործեք։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։ Ամեն, Փարտիրոջը։ Ինչ ասեմ, անցնենք թեմային, այսօրվա թեման շատ կարևոր եւ շատ գեղեցիկ։ Սիրում եմ ես այս խոսքը ասել, Աստծո խոսքը գեղեցկություն ունի իր մեջ։ Եվ այդ գեղեցկությունը պետքա տեսնենք։ Դա ոչ միայն մեզ գիտության համար է տրված, ոչ միայն քարոզներ հյուսելու համար է տրված, այլ նաև վայելելու որպես գեղեցկություն, հա, որպես համեղություն։ Նկատում ես ինչքան լիքը բաներ համեղ, գեղեցիկ։ Մենք դա սովորում հոտավետ։ Մենք դա սովորում ենք Դավիթի նաև Սաղմոսներից, սիրում եմ, ասում եմ, նայ, մի հատ այս վերջերս մի հատ խոսք Սաղմոսի 110 որ Սաղմոսն չեմ հիշում, մոռացա թիվը, բայց այսպես բերանացի ասեմ, Տեր բաց իմ աչքերս, որ քո օրենքիդ հրաշքները տեսնի։ Նկատում ես, ինչ գեղեցկություն է, չէ։ Ոնց որ 119-ի մեջ 119 կարծեմ թե եթե այո։ Ինչերից է, անցնենք բուն թեմային, այսօրվա վերնագիրը ուրեմն թանկ գնով գնվեցիք։ Սիրով լսում ենք քեզ եղբայրս։ Այսօր ընտրել եմ այս վերնագիրը Աբրահամ ջան սիրելի քույրեր եղբայրներ, որպես կներես, միջև սկսել եմ։ Մի հատ դու ասա էլի, որ կիսվեն։ Ես ասում եմ շատերը չեն կիսվում։ Եթե լսում եք, հորնվում եք այս հաղորդումներից, ես մտածում եմ այսպես, եթե մի մարդ երկու անգամ նույն հաղորդումը լսում է, դա նշանակում է անցած անգամ օրհնվել է։ Եթե լսում եք եւ օրհնվում եք, կիսվեք, որպեսզի ձեր ընկերները սոցիալական ցանցերում իրանք էլ լսեն ու օրհնվեն։ Ես հավատում եմ, որ մենք այս դարում ունենք հավիտյանչության նոր ձև։ Օրինակ Պողոս առաքյալի ժամանակով, Տեր Հիսուսի ժամանակով մարդիկ պիտի ձի նստեն կամ նավ նստեն, Աբրահամ ջան գնային ուրիշ երկիր, հա, ավետարան քարոզեն, բայց այսօր մենք ունենք շատ հետաքրքիր ու արագ ժամանակ, ու մարդիկ տնից նստած կարող են մի կլիկով քարոզեն այն մարդուն, ով Ավստրալիայում է իրանց ընկերներին կամ Ամերիկայում։ Սիրելիներ, եթե լսում եք, օրհնվում եք, կիսվեք այս ուղերձներով, կիսվեք հաղորդումներով, թող ձեր ընկերները նույնպես լսեն ու օրհնվեն։
Եկեք մենք ավետարանը տարածողներ լինենք ու այսօր նույն մեծ հանձնարարական ակտուալ է գնացեք ու ամբողջ աշխարհը ավետարան քարոզեք դու կարող եք տնից գնալ ու ամբողջ աշխարհում ավետարան դա հավասար է որ ինքն է խոսում ինքն է քարոզում նույն իմաստով միանշանակ այո շատ լավ որ կիսվեք առատեղ եք ցույց տամ մի ձևը կիսվելու էլի ցույց տուր նայեք այստեղ ուրեմն հեռախոսի աչանկյունում մի հատ սլակ կա փոքրիկ այդ սլակը որ սեղմում եք ինքը ասում է կիսվեմ այստեղ կապույտ ուրեմն կոճակ կա ասում կուզես կիսվեմ ասում եմ հա ասում դե սխմի կոճակը սխմում եմ ու կիսվում է սիրով լսում եք չէ Տերը օրնի սիրելներ կարճ աղոտ կանենք ամեն կարճ պարս Տեր Հիսուս մենք պատվում ենք քեզ դու մերն ես մենք քոնն ենք դու այն ամենն ես ինչի կարիքը մենք ունենք Տեր դու ես մեր բաժակի բաժինը Տեր մեր բաժակը ուրիշ բաժին չունի Տեր Ես աղոթում ու խնդրում եմ քույրերիս, եղբայրներիս համար, որտեղ էլ որ կան, որտեղից էլ որ լսում են Տեր, թող քո խաղաղությունը վերցնի իրանց Տեր, թող քո խաղաղությունը իրանց պարուրի Տեր մարգա։ Խնդրում եմ Տեր, որ այս խոսքը, որ խոսելու եմ խորը, հիմնական, արմատական ձևով դնես ամեն մեկի հոգու մեջ Տեր, որ սա դառնա պտուղ ու փոխի մեր կյանքերը քո փառքի համար Տեր։ Ամեն։ Ամեն, մեր Տերը քաղցրա, մեր Տերը համովա, գեղեցիկա, Աբրահամը համովա, իր հաղորդումը համովա, դաժե կոֆեն համովա, ասեմ, մեր Տիրոջ նմանա։ Երան երպես լիներ։ Շատ լավ, իմ համար համով է շատ։ Սիրելիներ, այսօր մի քանի բան ենք նայելու, ինչ գին է մեր համար վճարված, ինչ արժեք ունենք մենք, ու համապատասխան դրա լավ հա հասկացանք ինչ գինա վճարված մեր համար բա հետո մի քանի օր կնոջս հետ մտածում ենք մի թեմայի մասին որ շատ կարևոր է որ Աստծո ժողովուրդը հասկանա ով է ինքը ու հետո նայում ենք գիտեք ոնց որ հա հասկացել ենք մենք ով ենք լավ հասկացել ենք մենք ով ենք բա հետո այս հետոյի քայլը մի քիչ դժվար է Աստծո խոսքը ասում է Տեր Հիսուսը իր մահվանից առաջ հասկացա որտեղից է եկել ու ուր է գնում որտեղից է եկել ու ուր է գնում ու ինչ արեց ու սրտիչը վերցրեց սկսեց աշակերտների ոտքերը լվանալ Սրանք երկու կարևոր փաստ են որ Աստծո ժողովուրդը հասկանա Աստծո զավակը առաջինը որտեղից է եկել ով է ինքը որտեղից է ծնվել, որն է իր սերմը, ով է ինքը արքայության մեջ, ուր է գնում, սա արդեն իմ գործողություններն է, ինչ պիտի ես անեմ, նպատակը, այո, որը որ ինձ մղում է գործողության, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը ուր էր գնում դեպի խաչ, ու սա իրան մղեց գործողության, որ ինքը խաչվեց ու բոլոր մարգարեությունները Այսինքն իր գերագույն միսիան այդ չէր, որ եկավ բժշկեց, հարություն տվեց, կերակրեց, մեղքի հարցը լուծեց։ Գերագույն նպատ դա էլ էր մտնում իր ծրագրի մեջ, բայց կար ծրագիր, որը գերագույն խաչը։ Եթե Տեր Հիսուս Քրիստոսը չգնար խաչին ու մինչև հիմա մնար երկրի վրա ու մարդկանց բժշկեր, ինքը իր գերագույն նպատակը չէր անի։ Դրա համար այո, նա մտնում էր իր արածի մեջ, բայց իր գերագույն նպատակը խաչն էր։ Հիմա գանք մեզ սիրելիներ ինչ գնով ենք մենք գնված ինչ արժենք մենք երբ որ մենք հասկանում ենք այս մեծ գինը որ մեր համար վճարած է երբեմն մենք հենց այդտեղ կանգնում ենք մեծ գին է իմ համար վճարված մեծ գին է ես թանկարժեք եմ ու հաջորդական քայլերի մեջ մենք չենք կարողանում ոչինչ անել Աբրահամ ջան դրա համար ես ուզում եմ մենք սկսենք մի տեղից ավարտենք մի տեղ հիշենք Մարգարիտի առակը մի մարդ թանկարժեք Մարգարիտ է որոնում ու Աստծո խոսքը ասում է գնաց մի Մարգարիտ գտավ ու ինչ որ ուներ վաճառեց այս Մարգարիտը գնաց սա նշանակում է որ Մարգարիտը արժեր ամենը ինչ որ այս մարդը ուներ ու
տարիներ առաջ ես մտածում էի, որ մի անգամ խոսել եմ, էլի հաղորդման մեջ խոսել եմ, բայց կարճ։ Տարիներ առաջ ես մտածում էի, որ ես եմ այդ հարուստ մարդը, Մարգարիտը, որ գտել եմ Հիսուսն ամեն ինչ որ ունեմ տվել եմ, որ իրան ունենամ, ու մի օր Տերը ինձ ասեց, դու ես առակը սխալ ես հասկացել, տղաս։ Դու ես Մարգարիտը, ես եմ քեզ գնել, ես եմ քեզ ընտրել։ Ու ես ամեն բան տվել եմ, որ քեզ ունենամ։ Քրիստոս խաչի վրա աղքատացավ, որպեսզի մենք ունենանք, մեզ ունենա։ Աստված հայրը վճարեց Քրիստոսով, որպեսզի ունենա Վարոյին ու Աբրահամին։ Սա նշանակում է մեր համար թանկ գին է վճարված, հետևաբար մենք թանկարժեք ենք։ Մենք ոչ թե ոչինչ ենք, այլ մենք թանկարժեք ենք։ Միգուցե մենք անարժեք եղել ենք, բայց հիմա մեզ արժևորել են։ Ու ես ուզում եմ, որ ամեն Աստծո զավակ հասկանա իր արժեքը, սա ոչ թե բերում է հպարտության, այլ սա բերում է հակառակը խոնարհության, երբ որ ես հասկանում եմ, որ թեև ես արժևոր չեմ եղել, ինձ արժևորել են։ Պողոս Առաքյալը ասում է, որ Աստված ընտրեց այս աշխարհի անարգներին, խեղճերին, ոչինչ եղողներին, որ աշխարհում ինչ որ բան եղողներին զարմացնի։ Հիմա Մարգարիտը թանկարժեք էր ու իր համար արժեքավոր գին վճարեցին։ Գանք մի ուրիշ առակ։ Գանք են առակը, որ Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է այգու մշակների մասին։ Ասում է մի մարդ այգի ուներ, այս այգում մշակներ բերեց։ Գնաց առավոտյան կանչեց մշակների, գնաց շուկա, ֆայլաբազար, մեր բառերով ասես, տեսավ մշակներ կան, ոմանց առավոտյան կանչեց, ոմանց ցերեկը, ոմանց երեկոյան կանչեց։ Ու երբ որ վերջում վճարելու ժամանակը եկավ, Էնկինը որ տվեց առաջիններին, նաև տվեց վերջիններին, ու այս առաջինները նեղվեցին, ասացին, բայց չէ որ մենք այդ արևի շոկը քաշեցին գործը, ամբողջ արեցինք, իրանք վերջում եկան դու նույն գինը տվեցին, ու Տերը ասեց, ես քեզ չեմ զրկել։ Ես քո հետ ինչ պայմանավորվել եմ, տվել եմ։ Բայց այսօր ուզում եմ, որ մենք շեշտադրում անենք վերջի մարդկանց վրա։ Աստծո խոսքը ասում է, այս վերջինների մոտ, որոնք որ երեկոյան բերեց, Տերը գնում է այգու Տերը ու ասում է, ոչ ոք ձեզ չկանչեց։ Այս մարդիկ ասում են, չէ Տեր, ասում է եկեք իմ այգին։ Ու հաճախ մենք նման ենք այս մարդկանց, Աբրահամ ջան, որ ոչ ոք մեզ չի կանչում։ Մենք կարծես թե աշխարհի համար անպիտան ենք։ Մենք կարծես թե այս կյանքի համար ոչինչ ենք, անպիտան ենք, աշխարհը մեզ չի գնահատում ու միգուցե մեզ շատերը այս կյանքում չեն գնահատել, հա միգուցե ինչ-որ մեկին իր ծնողներն են ասել, մարդ չես դառնա իր ուսուցիչները, բայց այդտեղ տեսնում ենք, որ ագարակի Տերը անկախ նրանից մարդիկ ինչ են անում, ինչ են մտածում իրանց մասին, ինքը արժևորեց իրանց ու բերեց իր ագարակ ու տվեց նույն վարձքը, ինչ որ տվեց նրանց։ Այստեղ խոսքը հավիտենական կյանքի մասին է, այստեղ խոսքը հավիտենական կյանքում ինչ որտեղ լինելու մասին չի, որտեղ երկինքը նույնպես ունի մակարդակներ։ Ու նա ով ծառայել է իր ամբողջ կյանքում Տեր Հիսուս Քրիստոսին, չի լինելու այնտեղ, ով որ նոր փրկվեց։ Բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ լավ, ես կանգնած եմ, օրը վերջանում է, ես կարիք ունեմ իմ երեխեքին կերակրելու, օրը վերջանում է Աբրահամ ջան, ոչ ոք ինձ չի կանչում։ Ու գալիս է մեկը, ով ինձ արժևորում է, գնահատում է, ու ինձ տալիս է նույն գինը, կարծես թե ես առավոտվանից աշխատել եմ։ Իհարկե ես շնորհակալ կլինեմ իրան։ Ու անկախ նրանից մենք ով ենք եղել աշխարհում, որտեղ ենք եղել աշխարհում, մենք հասկացել ենք, մենք թանկարժեք ենք, մենք մեր արժեքը իմացել ենք, Աստված մեզ կանչել է։ Թե մենք մեր արժեքը չենք իմացել, այս աշխարհը մեզ տրորել է, այս աշխարհը մեզ բանի տեղ չի դրել, Աստված մեզ կանչել է, Աստված մեզ արժևորել է երկու դեպքում էլ։ Երկու դեպքում էլ մենք թանկարժեք ենք Աստծո համար, բայց միայն սա իմանալ ու ոչինչ չանել, սա բերելու է մեզ ծայրահեղության։ Հիմա լավ, ինչ ասում Աստծո խոսքը։ Մենք հասկացանք, որ մենք թանկարժեք ենք, Աբրահամ ջան։ Մենք հասկացանք, որ մենք թանկ գնով ենք գնվել։ Ու ինչ։ Բայց դու սկզբում ինչ չասացիր, կարաս մի ջամտես կամ չես կարա։
Ինչին։ Զրուցենք։ Կարաս, բայց ես քո հետ եմ խոսում։ Ես քո հետ եմ խոսում, ով ինչ լսի։ Մի հատ ուրիշ տեսանկյունից կարող ենք մի քիչ ինտրիգ մտցնեմ մեր զրույցի մեջ դիտարկել սա։ Մենք երկու կողմից ճիշտ է դիտարկելը, բայց այդ երկուսն էլ ինքը բերում է մեզ հավասարակշռության։ Առաջինը մենք թանկ ենք, շատ ճիշտ է, որովհետև Տերը գին վճարեց, բայց կարող ենք ասել, որ թանկ էր այն գինը, որ ինքը վճարեց, այսինքն շեշտը ոչ թե մեր վրա է, այլ նրա վճարած գնի վրա է։ Սա է որոշում մեր թանկարժեք մեր արժեքը։ Իր վճարված գինը որոշում է մեր արժեքը։ Ոչ թե որ մենք թանկ ենք, ինքը արեց, իր վճարը ցույց տվեց, որ մենք թանկ ենք, արժեքն է, ոչ թե ինքնարժեքը։ Նայ, սրա ինքնարժեք շատ կարևոր բան ես ասում, օրինակ էս ֆլոմի ինքնարժեքը որոշում է նրանով, թե իր վրա ինչքան փող է ծախսված։ Ինքնարժեքը մի բան է, արժեքը մի բան է։ Հիմա սա ինչ արժի, ինչ է արժեցել, ինչքան գին դու իր համար տվել ես։ Եթե դու իր համար տվել ես 1000 դրամ, սա արժի 1000 դրամ։ Եթե դու իր համար տար $1 միլիոն, սա արժանալու էր $1 միլիոն։ Հիմա անկախ նրանից մեր ինքնարժեքը ինչքան է եղել, Աստված մեր համար վճարել է ամենամեծ գինը, դրանից մեծ գին չկա։ Այո, շատ ճիշտ է, բայց նկատում ես, որ շեշտը իր վրա ընկավ, ոչ թե մեր վրա։ Այո, որովհետև ինքն է մեզ գնահատը, ինքն է մեզ արժևոր է։ Մենք թանկարժեք ենք, որովհետև ինքը մեզ արժևորել է Հիսուսով։ Ու ինքը մեզ արժևորել է այնքան, ինչքան որ վճարել է։ Մենք արժանիք չունենք մի ձևով, հա, բայց նա արժանացրեց իր վճարով։ Ու հիմա մտածել, որ մենք արժանիք չունենք, սա Աստծո գործը անարգել է։ Չէ, չունենք։ Բայց մի բան ասեմ, շատ կարևոր այստեղ։ Հաջորդ տողը որոշում է մեր դիրքը։ Նա ինչ ասում։ Ասում մարդու ծառա մի եղի։ Այս սա ամենա խոցելի շեշտն է։ Այո, խոցելի է սա։ Այսինքն, երբ որ դու մարդուն ինքնաբերաբար դու էլ չես պատկերացնում, բայց դու ինչ որ ինտեգրվել ես մարդուն ծառա լինելու այս ֆունկցիայի մեջ, անարգելով այն գինը, որ վճարված է քո համար։ Այո, ամեն։ Բայց դու ասում ես ես շատ թանկ եմ, բայց դու մարդու ծառա ես։ Այդ դեպքում ինքնախաբերության այս հրա մասն էլ հենց հաջորդ քայլը գնում ենք տեղ, որովհետև ու հենց այս գնի համար 3 բան Աստված ասում, ոչ թե միայն մարդու ծառա մի եղեք, այլ թանկ գնով եք գնվել, ուրեմն մեղքի ծառա մի եղեք, Հռոմեացիների 6-րդ գլուխ, մամոնայի ծառա մի եղեք, 3 տեղերն էլ կկարդանք, ու մարդու ծառա մի եղեք, ու հենց նրա համար, որ դուք թանկ գնով եք գնվել։ Այսինքն սա պարտավորվածություն ունի իր մեջ, այսինքն պատասխանատվություն ունի իր մեջ, լուրջ պատասխանատվություն, այսինքն սա ցույց է տալիս, որ ես պիտի հասկանամ ու պիտի իմ գործողություններով հակառակ անեմ։ Ցուցիչներ որպես ու նաև շատ կարևոր է, որ ես հասկանամ, եթե ոնց որ կարող է մի քիչ սխալ է հնչում, բայց Աստծուն կոնկուրենտ, մենք չէ որ Աստծո խոսքը մեզ որ ասում Աստծուն ծառայել։ Մենք ծառա չենք, մենք որդի ենք, բայց մենք մեզ ծառա ենք սարքում, մենք ծառայում ենք Աստծուն, գիտակցաբար։ Հիմա ծառայել Աստծուն ու կա 3 բան, 3-ը ում էլի մարդը կարա ծառայ, ու շեղումը հենց այդտեղ է։ Մեղքը, մարդը ու մամոնան։ Եսակենտրոն կյանքը, էգոիզմը, այդ մամոնան է։ Մենք հերթով կգնանք։ Այսինքն երբ որ ասում եմ մարդու ծառա մի եղի, այստեղ այնքան նուրբ է, ես կարամ քեզ ծառա չլինեմ, բայց ես կարամ ինձ ծառա լինեմ, ես կարամ ինձ ծառայեմ։ Շատ ճիշտ ես։ Ու ինձ թվում է ես ոչ մեկին չեմ ծառայում։ Քո եսին, քո համար, քո շուրջը։ Կենտրոնում ես եմ։ Շատ լավ բան ասացի, դեպ, շատ լավ բան ասացի։ Հիմա կարդանք, ես եմ մի անգամից բոլոր խոսքերը կարդանք,
Հետո անդրադառնանք այդ խոսքեն, եթե կարելի է։ Այո։ Որտեւ այդքան ժամանակ չենք ունենա, որ առանցին ուսումնասիրենք։ Հռոմեացիների 6:16 Դուք չգիտեք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք։ Դու ստեղ նայի ինչքան է իմ գործոնը, ստեղ կարևոր։ Ինչքան է Աստված ինձ անհատ սարքել, արժևորել ու հարգել, այս բառը ուզում եմ ասեմ, որ ինքը ինձ տվել է կամք ու ինքը իմ կամքի հետ երբեմն հաշվի է նստում, բայց ինձ ասում է, լսի, ընտրի կյանքը, քո առաջ եմ դնում կյանքն ու մահը, բայց դու ընտրի կյանքը, ես քեզ չեմ ընտրացնի կյանքը, Աստված չեկավ հենց Եվան ուզում էր պտուղը քաղեր, խփեր ձեռին, գլխից բռներ հետևից պտուղը ու բանաներ, կյանքի պտուղը վերցներ ու կերցներ զորով։ Ինչի որտեվ ինքը մեզ տվեց կյանք, շատերս միգուցե տենց կանենք Աստծո տեղը լինենք, բայց ինքը ուրիշ կերպ է մտածում։ Հռոմեացիներ 6:16 Դուք չգիտեք, որ ում ինքները ձեզ ծառա ներկայացնեք, նրան հնազանդվելու ծառաներ եք նրան։ Որին հնազանդվում եք, թե մեղքին, որ դեպի մահ է տանում, թե հնազանդությանը, որ դեպի արդարություն է տանում։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ նայեք, ինքը էլի չի թողում ընդեղ հարցականի վրա մեզ։ Խոսում է լուծման մասին, բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը որ ձեզ ավանդվեց, եւ սա սրբության վարդապետության օրինակն է։ Ուրեմն մեղքից ազատվելով ծառա դարձանք արդարությանը։ Մի բան մենք տեսնում ենք, մեղքին ծառա ու Աստծուն ծառա, սա նշանակում է դու ես որոշում, ու մեղքը ինքը կոնկուրենտ է Աստծուն, մամոնան կոնկուրենտ է Աստծուն, մարդը կոնկուրենտ է Աստծուն, ոչ թե հավասարության առումով, այլ ես ում եմ ընտրում, ու ես կարամ սխալվեմ, ընտրեմ մի բան, ու ավտոմատաբար չծառայեմ Աստծուն, ինձ թվա ես ծառայում եմ Աստծուն, բայց չծառայեմ, Մատթեոս 6:24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջը ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, շատ ուժեղ ես։ Այսինքն դու չես կարող համ նրան սիրես, համ նրան, ավտոմատ դու մեկին ատելու ես։ Ու մենք ասում ենք դե հնարավոր չի, մենք Աստծուն սիրում ենք, վարազդատ եղբայր։ Հեսա մենք գնանք։ Կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չէ, ես Աստծուն եմ մեծարում։ Բայց երբ որ դու ավելի խորն ես նայում ես խոսքը հասկանում ես, բայց միգուցե իմ կյանքում կան ոլորտներ, որտեղ որ ես Աստծուն մի կողմ եմ դրել, արհամարում եմ ու մեծարում եմ կարիերան, մեծարում եմ փողաշխատելը։ Ու ես ուզում եմ, որ ոչ թե սիրելիներ, եթե դուք կտեսնեք ձեզ ինչ-որ բանի մեջ, որը որ համապատասխան չէ Աստծո խոսքում, ամենևին ես չեմ ուզում ինչ-որ մեկին դատապարտեմ կամ վատ դրության մեջ դնեմ։ Ես ուզում եմ մենք հասկանանք, Աստծո ժողովուրդը հասկանա, որ այստեղ իմ կյանքում կա խնդիր ու լուծումը որն է։ Լուծումը միանշանակ Աստծո գրկում է, լուծումը միանշանակ իր խոսքի մեջ է, լուծումը միանշանակ պտտվելն է այն ամենին, ինչ որ ինձ խանգարում է ու կենտրոնանալ Աստծո վրա։ Չէ կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Եվ առաջի Կորինթացիս 7:23-ը Մատթեոս 6:24-ն է սա։ Մեծ գնով եք գնվել, մարդկանց ծառաներ մի դարձեք։ Շատ ուժեղ խոսք է, պարզ, կարճ, բայց ամեն ինչ ասում է։ Այսինքն այս խոսքը իրա այս բառը շատ եմ սիրում, միշտ օգտագործում ինստիտուցիոնալ, այսինքն իր ամբողջ բովանդակությամբ դու պետք է մի հատ վերլուծես, որովհետև մարդը իր ինքնությունը այս տողերի մեջ է գտնում, հասկանում ենք ով է, ինչ ունի, ուսումնասիրել է, բացահայտել է, շնորհակալ սիրտ ունի, այսինքն ընկալել է այդ շնորհքը, լիքը թեմաներ կա սրա մեջ։ Դու որ շնորհքից խոսում ես ուրախանում։ Չէ, ո՞ց կարելի է։ Հիմա հարց, եթե Տերը ասում է մեծ գնով է գնվել, մարդկանց ծառա մի եղեք։ Հիմի հարց, ինձ, քեզ, մեր ժողովրդին, որ լսում են։ Սա նշանակում է կարող է ես մեծ գնով եմ գնվել, բայց միամտաբար կարա մարդու ծառա լինեմ։ Իհարկե, ոչ թե Աստծուն։ Եթե չէ, Տեր ինչի է ասում ես։
Կարան։ Ու վտանգը գիտես որտեղ է կայանում։ Որ ես չեմ էլ հասկանում, որ ես մարդուն եմ ծառայում, ոչ թե Աստծուն։ Հիմա արի վերևից կանք, մեղքի հետ կապված, մեծ գնով է գնվել, մեղքի ծառա մի եղեք։ Ես ուզում եմ մի տենդենս ասեմ, մի խնդիր, որ երբեմն մենք անում ենք, մենք գիտես ինչ ենք անում հավատացյալներով, մենք բռնում ենք մեղքը մեծ ու փոքր ենք անում։ Շնանալ, գողանալ, մենք գիտենք, որ, հա, չնայած այսօր աշխարհը այնքան է կեղտոտվել, որ հա դե մենք իրար հետ ապրում ենք, էլի ամուսնացած չենք, ինչ է դա։ Ու ցավոք սրտի սա ուզում է Սողոսկի եկեղեցի։ Երբ որ դասում ես, չէ, դի մեղք կա։ Որը մեղք չի, երբ որ դու ապրում ես նրա հետ ու մեծ ամուսնացած ես։ Բայց ինչ ենք անում։ Ինչ են անում հավատացյալները։ Իրանք մեղքը մեծ ու փոքր են անում։ Այս մեծ մեղքերը մի կողմ մենք չենք անում, բայց ցավոք սրտի փոքրների հետ հարմարվում են։ Հատելով բամբասել այլ ինչ ա եղել որ։ Հատելով մեկից էլ չարախոսեցինք, մի բաներ չափազանցրեցինք, մեկին էլ նայեցինք, մի քիչ ուրիշ աչքով նայեցինք, միտեղ էլ չափը անցանք, միտեղ էլ այն ինչը որ իմը չէր վերցրեցինք։ Հիմա Աստծո խոսքը ասում է մեծ գնով է գնվել մեղքի ծառան եղել։ Թույլ կտաս միջամտեմ մի փոքրիկ այստեղ շատ կարևոր մի միտք կա, որ ուզում եմ դա արտահայտեմ։ Նախ ընդունում ես այս տեսությունը, որ հիմա ինչ որ ուզում եմ ասեմ։ Նախ մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում ծառա կամ ծառայել։ Սա շատ կարևոր է։ Մենք արի հավատա, որ մենք շատ անգամ ծառայությունը կապում ենք Աստծո համար ինչ-որ բան անելու հետ։ Ես ինչ-որ բան արեցի Աստծո համար, ես ծառայեցի։ Բայց խորքային իմաստով դա հետևանք է։ Ոչ թե գործողություն, ծառայություն։ Իսկ ես կարամ ինչ-որ բան անեմ Աստծո համար, բայց ոչ Աստծո հետ։ Դա էլ կարալ, դե հիմա իմ ասածը հենց դա է։ Նայ, մի հետաքրքիր համար, որ ապացուցում է սա։ Տեսեք ինչ ասում Պողոս Հռոմեացիս 14-ի 17-ը, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Նկատի, այսինքն Աստծո արքայությունը ձևավորվում է մեր մեջ այս համակարգը։ Արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Ու ինչ անուն է տալիս սրան Պողոսը։ Նայ, որովհետև սրանցում ով որ ծառայում է Քրիստոսին, այսպես նայ, որովհետև նա որ սրանում Քրիստոսին ծառայում է, նկատի։ Այսինքն այս 3 բանով է Քրիստոսին ծառայում։ Դա է նկատված, այսինքն երբ որ քո մեջ ձևավորվում է Աստծո արքայությունը, որը արդարություն, խաղաղություն եւ ուրախություն է, սա համարում է Պողոս Արաքյալը ծառայություն։ Դու նկատում ես, չի երևում, դու ոչ մեկ չի տենում, թե դու ինչ արեցիր Աստծո համար, դա քո ներսը ձևավորվում է, հենց դա է ծառայություն։ Իսկ դրա հետևանքը ինչ-որ բան անելն է։ Այսինքն, եթե չկա արքայությունը, չկա ծառայություն, ինչ ուզում ես արա Աստծո համար։ Ինչքան խորքային ծառայություն չի համարվում։ Դու չես կարա առանց Աստծո համար ծառայես, հետո քո համար է ծառայություն, բայց Հիսուսի համար ծառայություն չի։ Այստեղ երբ որ նկատում ենք սա, հասկանում ենք ինչ է նշանակում Աստծուն ծառայել։ Արի այդ խոսքը ծաղկացնեմ երկու ուրիշ խոսք։ Սիրով եղբայր, Տեր Հիսուսը ասում է չեք կարա առանց ինձ ոչինչ անեք։ Վերջացա։ Նայ, ինքը չի ասում առանց ինձ քիչ բան կարաք անեք, սա շատ ուժեղ խոսք է։ Ասում է ոչ մի բան չեք կարա ապրես։ Սա նշանակում է առանց իրա այն ինչ որ մենք անում ենք, դա երկնքում ոչինչ է։ Չի համարվում, ոչինչ չի համարվում։ Դրա համար է ինքը այն մարդկանց, ովքեր առանց իրա դև են հանում ու բժշկում են, առանց իրանք հոգևոր պրինցիպները գիտեն հոգևոր աշխարհի, կիրառում են ու ստացվում էր, առանց իրա անում են, ասում են ինձնից դեն գնացեք, ով անօրենություն գործողն է։ Փաստորեն ինքը խորքային իմաստ ունի։ Դու կարող ես Տիրոջ համար մի բան անես, բայց մարդու ծառա լինես։ Այո։ Դրա համար ասում ես ձեզ չեմ ճանաչել։ Այսինքն դուք այդ սաղ արել եք առանց ինձ օգտագործելով հոգևոր օրենքները, մեկը աշխատելու է։
նույն ցանելու հնձելու օրենքը հոգևոր աշխարհում օգտագործում են աշխարհիկ մարդիկ աշխատում արել էին ինչ որ բաներ արել էին աշխատել էր բայց առանց իրային արել արել են որ Երևան առանց իրային արել դրա համար ասում եմ ես ձեզ չեմ ճանաչում իմ հետ չեք արել իմ հետ առանց իմ հետ փոխհարաբերության դրա համար այդ ամեն ինչը համարվեց ոչինչ Հովանես այս խոսքն էլ ունի հաստատելու համար այս սա պետք է որ լուծվի հասկանանք ինչ բանա ծառայել տես ինչ ասում ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ ինչ որ եղավ այսինքն ինչ որ բան կարա լինի բայց եթե առանց նրա է ոչ մի բանա այո վաու բա մենք գիտենք եղբայր պիտի վազենք տիրոջ համար ինչ որ բան անեինք դա է ծառայությունը սա միայն տիրոջ համար ինչ որ բան անել չի դա հետևանք միանշանակ հիմա միգուցե խոսանք իրական երկրպագության կյանքից աստվածապաշտության կյանքից Աստծո հետ փոխհարաբերությունից հա ծառայությունը սկսվում է իր հետ ժամանակ անցկացնելուց կառույց տաճար ու դա մեր իմ ու իմ հոր փոխհարաբերությունից է չկա փոխհարաբերություն ընդեղից ծնվածը կարա լինի անարդյունք բան ընդեղից ծնվածը կարա լինի եսակենտրոն մենք անառակ որդու մեծ աղբերը այսքան տարի քո համար ինչ-որ այսքան ժամանակ բայց հայրը զարմացած այ բալա ախր արի իմ հետ շփվի ընկերներիս հետ մի ուլ էլ չտվեցիր հա ինչ է ասում հայրը ասում է գնայր վերցներ ինչ որ հիմնակոնն է մեր բառերով հրաներ որ ասում են ինչ որ հիմնակոնն է մեր բառերով գնայր վերցներ եկել եմ փոքր աղբերս մեղավորը անառակների հետ որտեղից գիտես այդ կերավ խմեց էս եզը մորթեցիր մի հատ էլ քեֆ ես անում ու հայրը զարմացած ինչի էր տենց մտածում չկար հոր այդ փոխհարաբերություն հիմա դրա համար ծառայությունը սա ոչ թե Աստծո համար ինչ որ բան անելն է այլ Աստծո հետ փոխհարաբերության միջոցով իր այդ ժամանակ անցկացնելով իր նման լինելով իր կամքը կատարելն է որտեվ նաև Աստծուն ծառայելը թող ինձ ներեն բոլոր հովիվները բայց Աստծուն ծառայելը միայն եկեղեցում ինչ որ բան անելը չի Աբրահամ ջան հիմա մենք ծառայում ենք Աստծուն բա եթե դա չի անջատենք գնանք մեր գործը բայց մենք ոչ մի եկեղեցում չենք չէ մենք Քրիստոսի տեզերական եկեղեցում ենք իր մարմնի մեջ ենք այսինքն ես կարամ ծառայեմ Աստծուն իմ աշխատանքի տեղում ծառայությունը դա մենակ վեմը չի այս գիրակի հետ եմ քարոզը դու քո աշխատանքի վայրում համ հովիվ ես դա համակարգ է երկնային արքայության դա Աստծո պրոյեկտն է ծրագրի մեջ լինելն է դրա մասին կարելի է շատ խոսալ ամեն ուղղակի այս կոն որ գնանք այս մի գիծը կկորցնենք բայց կարևոր է որ շատ կարևոր որ այստեղ բալանսի գանք այո հիմա եթե ես ներկայացնում եմ Աստծուն եթե ես աղուլույս եմ որտեղ որ ես լինեմ աղուլույս եմ իմ աշխատանքի վայրում ես ծառայում եմ իրան բայց այս հաջորդ թեմային եմ ուզում խոսամ հիմա արի մեղքը նայենք երբ որ մենք մեծ ու փոքր ենք անում մեղքը փոքրերը մեծերը բացառում ենք բայց փոքրերի հետ համաձայնվում ենք ստեղ մենք այդ փոքրերին սկսում ենք ծառայել որտեվ ասում եմ մեղքը թող ձեր վրա չիշխի որտեվ օրենքի տակ չեք այլ շնորհքի երբ որ ես հասկանում եմ ինչ է Աստծո շնորհքը երբ որ ես հասկանում եմ որ Աստծո շնորհքը ինձ բաժանել է մաքրել է բոլոր մեղքերից ես ոչ թե մեղքը մեծ ու փոքր եմ անում նրա հետ հարմարվում եմ նրա հետ չէ այլ ես հասկանում եմ մեղքը իմ հետ կապ չունի ես քայլում եմ արդարության ու սրբության մեջ բայց քանի ես մտածում եմ հինուխտյան մտածելակերպով ես մտածում եմ դե լավ այս բաների խնդիրը մեծ է այս բաները փոքր են Աստծո խոսքը իրականում Աբրահամ ջան մեղքին մեծ ու փոքր չի անում Աստծո խոսքը
Մեղքին մեղք ասում, ընդամենը երկու մեղք առանձնացնում մեր համար։ Առաջինը Հիսուսին ուրանալն է, որը որ Սուրբ Հոգու այությունն է, որը որ խոսքը ասում է, որ չեմ ասում դրա համար աղոթես։ Երկրորդը շնությունն է, որը որ ասում է այդ մեղքը մարդը իր մարմնի մեջ է գործում։ Մնացածը մարմնից դուրս է, դա իր մարմնի մեջ է։ Մնացած բոլոր մեղքերին ինքը, եթե նկատել ես կախարդությունը ու բանը Պողոս Արաքյալը դնում է նույն գծի վրա, բամբասանքը, չարախոսությունը, ասա, լավ բան ես ուզում ասես, դեմիցը դերում ասա։ Մեր խնդիրներից մեկը այս մեղքեր հասկացողությունն է, էլի անելու մասին ենք մենք մտածում, արեցի կամ չարեցի, հա? Պիտի չանեմ, պիտի անեմ, որը պիտի չարվի, որը պիտի արվի։ Խի, որտեվ կենտրոնացել եմ գործերիս վրա։ Ապրես, նայ, խնդիրը մեղքերը չեն, խնդիրը բուն մեղքն է։ Հիսուսը մի հատ հետաքրքիր բան ասեց փարիսեցիներին։ Ասեց Հովհաննես 8:24, ես համլսում եմ ամանիկալի։ Ստեղ Հիսուսը չի խոսում ձեր մեղքերի մասին, ասում է ձեր մեղքի։ Բուն մեղքը կա, որը ծնում է մեղքեր։ Հասկանաս, մենք մեղքերի մասին ավելի շատ ենք մտածում, քան բուն մեղքի, որը քո քահան պիտի արվի եւ անվում պետք է արվի դա։ Նա ինչ ասում։ Արդ ես ասեցի ձեզ, թե ձեր մեղքի մեջ կմեռնեք։ Եթե որովհետեւ եթե չհավատաք, թե ես եմ, ձեր մեղքի մեջ կմեռնեք։ Հիմա ես եմ։ Այո, ո՞րն է այդ մեղքը չհավատալ եսեմին։ Չհավատալ եսեմին։ Սա շատ հզոր բան է, այսինքն մեր շեշտը մի դիր մեղքերի վրա, շեշտը դիր նրան հավատալու վրա, ճանաչելու, նույն իմաստ ունի։ Այսինքն, երբ որ ես իմ կյանքը ապրում եմ կենտրոնանալով Քրիստոսի վրա, հավատքի վրա, ոչ թե մեղքերի։ Այո։ Ես մեծ ու փոքր չեմ անում, ես մեծերին մի կողմ դնում, փոքրերի հետ հարմարվում։ Դրա համար եմ ես դառնում ծառա մեղքին։ Այս չհասկանալու համար դու ավելի շուտ բերեցի։ Ուզես ծառա ես դառնում։ Այո։ Խի, որովհետև ես չկենտրոնացա իրան հավատալու ու իր հավատքն էլ գործ ունի։ Այդ հավատքի պատճառով իր հետ շփվելու վրա։ Նույն բանն է, որ անցած անգամ խոսեցինք, կենտրոնացումը խաչի Քրիստոսի վրա է, ոչ թե մեղքի։ Ասում է ինչպես օծը բարձացվեց, այդպես էլ մարդու որդին է բարձացվում, որ ամեն նրանն է ողը։ Օծը գծում է, խայթոցը մեղքն է, օծը սատանան է։ Մենք չենք կենտրոնանում գծածի վրա, մեղքի վրա, մենք կենտրոնանում ենք Հիսուսի վրա։ Այ հենց այստեղ է ուզում բերել, որ խնդիրը կայանում է նրանում, որ մենք կենտրոնանում ենք մեղքի վրա, մեծ ու փոքր ենքան, մեզ խոսում եմ ստանդարտ հավատացումներից, հա։ Էսի որ մեղք չի, ոչինչ չի կարելի, եղբայրն էլ փոխում է միշտ ուղղություն տա։ Հա, այսինքն արա այն ինչ որ մեղք չէ, ինչ որ մեղքա մի արա։ Հիմի օրինակի համար էսի մեղքա չէ ու ես գնում եմ անում եմ ինչիա մեր կյանքը կենտրոնացած մեղքի չմեղքի վրա կոլա խմելն էլ մեղք չի բայց երբ որ շատ կոլա խմեմ կարողա չաղանամ ու լիքը բաներ մեղք չի որ ոտս կտրվի մեղք չի ատամ չլվանալը մեղք չի չլողանալը մեղք չի չլողանալը մեղքա չէ դե լավ գնա 6 ամիս չլող այ մարդ վրից ճանոթ կգա մարդիկ չեն ուզի կողքդ կանգնել ու սենց տարօրինակ բաներ մենք այնքան ենք կենտրոնացել մեղքի վրա որ մենք սուծը իրականությունը կորցրել ենք այո շեղել է մեզ քրիստոսակենտրոն կյանքից այո սա առաջինը այսինքն կարանք ասենք սենց Ինչը որ մեզ շեղել է քրիստոնեական կյանքից, դա արդեն մեղք է։ Դա արդեն խնդիր է։ Կապ չունի, օրենքը կատարեցիր թե չէ։ Հա, вообще կապ չունի։ Հիսուսը ասում է օրենքը կատարես, կարես մեղք գործես, ասում ես ոնց։ Ասում է նայ, օրենքս դաժե եթե օրենքը կատարես, կարես մի քիչ պրովոկացիոնի բան եմ ասում, մարդիկ ասում են ոնց։ Ասում օրենքում ասում է մի հատ կնոջ հետ մի քնի, հա։ Դու օրենքը կատարում ես, չես քնում, բայց նայում ես ցանկանում ես ու մեղք ես գործում։ Դե արդեն տեսար։ Հիմի հարց ինչ անեմ կենտրոնացումը Քրիստոսի հետ փոխհարաբերության վրա է երկրորդ բանը այսինքն թան գնով եմ գնվել կենտրոնացնում է կենտրոն հա մեղքի վրա մի կենտրոնացի թան գնով ես գնվել կենտրոնացի Քրիստոսի հետ փոխհարաբերության վրա
կենտրոնացի նրա վրա, ով այդ գինը վճարել է ու գնի վրա, արյան վրա։ Բանը այդ քեզանով մի սիրահավիքով վրա որովհետև իրականում նա է գնել այո մի հատ sense խապկանք կա որ ես մտածում եմ որ ես կարամ մեղքի հարցը լուծեմ ես կարամ իմ ջանքով դա հպարտություն չի դա արդեն մեղք է եղբայր եթե ես կարայի մեղքի հարցը լուծեի կամ քո հովիվը եթե կարար կամ ես որպես հովիվ կարամ մեղքի հարցը բայց Հիսուսը խաչ հենց է դա ու ոնց դու արյուն թափելու չափ մեղքի հարցը լուծի իհարկե այդ խոսքը գիտես որ ուրիշ բանի մասին է հենց արյուն թափողի մասին է բայց եթե ես կարայի մեղքի հարցը լուծեի բա Տերը ինչի մահացավ Երբ որ ես հասկանում եմ, որ ես չեմ կարող մեղքի հարցը լուծեմ, ոչ իմ կյանքի, ոչ էլ ընդհանրապես, ես գնում եմ խաչի մոտ, ասում եմ, Տեր, դու ես մեղքի հարցը լուծե։ Ես ուզում եմ քո այդ փոխհարաբերություն, որ ստեղ այս հարցը լուծվի։ Ճանաչեմ քեզ։ Վերջ։ Լավ, երկրորդ բանը, որը որ մամոնան, հա, նայ նյութը։ Երբեմն մենք մի քիչ այս խոսքը թերի ենք հասկանում ու դրա համար Մեր մոտ գալիս է ուրիշ պատկերացում, մենք մտածում ենք մամոնան, սա միայն ֆինանսն է։ Բայց ես ուզում եմ, մենք մի փոքր ուրիշ տեսակետից նենք։ Տեր Հիսուս ասում է, չես կարող երկու տիրոջ ծառայես, մեկին կմեծարես, մեկին կանարգես, մեկին կպատվես, մեկին կանարգես, հա։ Չես կարող Աստծուն ու մամոնային ծառայես, նայեք, այստեղ ծառայության հարցում շատ լուրջ է։ Այսինքն կարա մամոնան նենց նուրբ ձևով դառնա կոնկուրենտ, որ դու իրան ծառայես, որ դու էլ չհասկանաս։ Ու ինչ է մամոնան, սա ոչ թե միայն ֆինանսն է, այլ սա իմ կյանքի կենտրոնացումն է, կարիերայի, փող աշխատելու, ճանաչված հայտնի լինելու վրա։ Անկախ նրանից ես որտեղ եմ, եկեղեցում չեմ, աշխատանքի տեղում եմ։ Ու երբ որ սա դառնում է նպատակ, Աստված անարգում է ինչի, որտեղ Աստված դառնում է ավտոմատ միջոց, ու ես օգտագործում եմ Աստծուն, որ դա արժե զրկում ես գինը, ու ես Աստծուն ու խաչը, Աստծու արած օգտագործում եմ, որ հասնեմ իմ նպատակին։ Նպատակը փողն է, նպատակը ճանաչված լինելն է, հասկանում ես։ Կարևոր բաներ։ Ու մենք չենք հասկանում, ու շատ հավատացյալներ, ես վերջերս մի քաղցր քույր ունենք Ամերիկայից խոսում էի հետը, Արցախից է մեր, ու սենց ուզում եմ հետի բացատրեմ ու ինքը կեսից հովիվ հասկացա։ Այսինքն կարա մեր կյանքում գա մի հատ տեղ, ժամանակ, որ մենք չհասկանալով մեր կյանքի նպատակը դնենք փողը, կարիերան ու ճանաչված լինելը ու ավտոմատ Աստված ընկնի երկրորդ տեղով։ Եվ շահարկես Աստծո խոսքը այդ նպատակի համար։ Միանշանակ ցանկացածություն է դա։ Հա, ցանկացած Աստծո խոսք վերցնում ես ու օգտագործում ես։ Ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոսը։ Ասում է սկզբից փնտրեք Աստծո արքայությունն ու արդարությունը ու մնացածը կտրվի ձեզ։ Մնացածը ինքը խոսում է ինչ պիտի ուտենք, ինչ պիտի հագնենք, իմ բառերով ասեմ, ինչ պիտի քշենք, որտեղ պիտի ապրենք։ Տեր Հիսուսը ասում է սա նպատակ մի սարքի, սա հեթանոսներն են նպատակ սարքում։ Այլ սա միջոց է։ Կամ իմ համար սա նպատակը, կամ իմ համար նպատակը Աստծուն ճանաչելու Աստծո արքայությունը, կամ իմ համար սա միջոց է փողը, կամ իմ համար Աստված է միջոց։ Ու ցավոք սրտի շատերը եկեղեցում իրանք նպատակ են դրել փողը, ճանաչված լինելը, Աստված միջոց է դարել։ Հիմա եթե մենք այս դիրքում ենք, մենք պիտի փոխենք։ Ինչ ասում Տերը, ասում է քո համար նպատակ սարքի Աստծո արքայությունն ու արդարությունը։ Ինչ է Աստծո արքայությունը նպատակ սարքելը, որպեսզի մեզ հասկանալի լինի, որտեղ այս խոսքը մի քիչ անհասկանալի է։ Ինչ է Աստծո արքայությունը ու արդարությունը։ Ով եմ ես Աստծո արքայության մեջ, սա իմ դիրքն է, սա արդարությունն է։ Ինչ պիտի անեմ, որն է իմ կյանքի առաքելությունը, սա հասկանալն է արքայությունը։
Հավատացյալի համար, Աստծո զավակի համար կարևորագույն բանը Աբրահամ ջան, առաջինը Աստծո հետ փոխհարաբերությունն է, մեր կոչումն առաջի Կորինթացիս 1:9 Քրիստոսի հետ շփումը փոխհարաբերությունն է։ Հավատացյալի Աստծո զավակի համար կարևորագույն բանը Աստծո հետ փոխհարաբերությունն է, երկրորդը մեր կյանքի առաքելությունն է։ Մենք պիտի հասկանանք մեր կյանքի առաքելությունը։ Մենք ուղղակի չծնվեցինք, որ ապրենք, ուտենք, քնենք, մահանանք, գնանք կամ ընդեղ։ Աստված ամեն մեկի համար կյանքի առաքելություն ունի։ Դու հասկացել ես քոնը ու հայտնվել ես գեղեցիկ ծրագիրը։ Ես հասկացել եմ իմը, հələ կարողա մի քիչ լավ էլ չեմ հասկացել, Աստված մի քիչ ուրիշ կողմից է ուզում տանի ուրիշ տեղ։ Ու ծնվել է Աստծո եկեղեցին, բայց մենք շատ քույրեր եղբայրներ ունենք, ովքեր իրենց կյանքի առաքելությունը չեն հասկացել։ Ես ուզում եմ, որ այսօր ամեն մեկ ով մեզ լսում է, գնա, ով կարա ինձ ասի իմ կյանքի առաքելությունը, թող իմ հովիվը ասի, լսի քո հովիվը չի տվել քեզ այդ կյանքի առաքելությունը։ Բայց դա լավ բան է։ Դու չես ասում, այդպես հովիվը, որ սաղին թելադրես ինձ համեն։ Հաճելի բան է, չէ՞։ Դա շատ վտանգավոր է, ես հետո պատասխան եմ տալու դրա համար։ Ես կանգնելու եմ Աստծո առաջ ու պատասխան տամ, չէ՞ որ ես չեմ բաժանել այդ կյանքի առաքելությունները։ Ինքը լավ չէ, հաճելի է, որտեղ ես կարամ վերահսկեմ։ Ես ինտելիգենտ եմ։ Ես գիտեմ, Աբրահամ ջան, խոստովանություն ընդունելն էլ է հաճելի, սա կյանքը ձեռը տա, մի հատ հանգարց բան արնում, բայց արդյոք մեզ Աստծո խոսքը տեղ է տանում։ Չի ասում մեկը նստի մնացած իրանց մեղքերը խոստովանեն, ասում է ձեր մեղքերը իրար խոստովանենք։ Կոչում բաժանելն էլ է լավ բան։ Որ իմանա դու սխալ բաներ ես անում, չեն գայթակղվի քեզանից։ Գիտեք, կոչում կյանքի լավ ես անում։ Կյանքի առաքելությունը ամեն մեկին Աստված է տալիս է։ Այսինքն դու ուզում ես ասես, որ հովիվը նրա համար է, որ օգնի մարդկանց հասկանալու իրենց դիրքը Քրիստոսի մեջ, կյանքի առաքելությունը։ Օգնի, տեսնի մարդու պարգևը, օգնի, որ մարդը մտնի ու որպես հովիվ ես ասեմ, բա որ քեզնից ավելի լավ է լինի։ Հենց այդ է ուզում ասել, որպես հովիվ հակառակը ուրախանում եմ, որպես հովիվ ես ասեմ, որ կան մարդիկ իմ կողքը, իմ թիմի մեջ, որ ես տեսնում եմ, որ իրանց կյանքի առաքելությունը ավելի բարձր է, ավելի մեծ է, ավելի մեծ տեղում է Աստված իրանց տանում, քան ինձ, ու ես ուղղակի ուրախանում եմ դրա համար։ Ու իմ գործն է իրանց աճացնեմ, իրանց օգնեմ, որ իրանք բարձրանան, թող ավելի ճանաչված լինեն, արքայությունն է օգտվելու։ Ինչ կա վախենալու, որն է վախենալունը։ Եթե ես կայացած չեմ կյանքում ու հազիվ ձեռս ընկել եմ 30 հոգի ուզում եմ իրանց վրա կայանամ, վայ ինձ։ Ես ավելի լավ չի ծառայությունս հանձնեմ, գնամ միտեղ աշխատեմ։ Իսկ եթե ես գիտեմ ես ով եմ, ես կյանքում կայացած եմ, ու Աստված ինձ վստահում է 100 հոգի, 200, 500 հոգի, իմ գործն է այս մարդկանց հոգ տանելը, իմ գործն է տեսնել պարգևները, տեսնել մարդկանց կյանքի առաքելությունները, օգնել, որ աճեն։ Երբեմն իրանք այդ օգնությունը չեն էլ հասկանում, որ դա օգնություն է։ Մտածում են, բա ինչի է հովիվը սենց անում։ Ինչի ասում, հիմա մի փոքր համբերի որ օգնեմ, որ բնավորության մեջ աճեմ, որտեվ ես նենց եմ տեսնում, Աստված այնքան մեծ բան է ցույց տվել, որ այս բնավորությամբ այ բալա, դու ընդեղ չես կարա լինես, այնիկ փչացնես, ոնց որ Հովսեփին, չէ՞։ Հովսեփը իջավ փոս, գնաց պետապրեսի տուն, գնաց բանտ, ինչի, որտեվ այդ բնավորությամբ, որ երազը սաղին պատմում է, դուք ինձ եք երկր պագելու, ես դեմք եմ, դու փարավոնի կողքը որ լինես, սաղին վարի կտաս, Հովսեփ ջան, ու Աստված իր բնավորությունը փոխեց։ Ու ես նայում եմ իմ կողքի մարդկանց ուրախանում եմ, որտեղ ես տեսնում եմ Աստված իրանց մեծ կյանքի առաքելություն է տվել։ Ու փորձում եմ օգնեմ, փորձում եմ ծառայեմ իրանց, ու երբեմն հասկանում են, երբեմն չէ, բայց երբ որ հասկանում են, շահում են։ Երբ որ ես կենտրոնացում եմ իրանց բնավորության վրա, որտեվ այդ կյանքի առաքելությունը, պարգևները, սա Աստծուց է։ Հիմա դու կենտրոնացի քո բնավորության վրա։ Հիմա դու կենտրոնացի, որ դու այստեղ կարողանաս համապատասխան բնավորություն դրսևորես Քրիստոսի պես, որպեսզի ոչ թե փչացնես, այլ կառուցես։ Դա մեր գործը։
Այսինքն մի խոսքով հասունացնել Քրիստոսի մեջ ճանաչողության մեջ այն ինչի համար Աստված իրանց կանչել է ու նորից էլի գանք քո արծին իսկ եթե դա ավելի մեծ է քան այն ինչ որ ես եմ անում ես միայն ուրախ եմ այսօր մի հետաքրքիր երիտասարդ տղա է Աստված ոնց որ նոր ընկերություն ենք սկսել անել իր հետ ու ես տեսնում եմ ինքը ինչքան մեծ կյանքի առաքելություն ունի ավետարանի չէ ու Աստված իրան կանչել է ու ես ոչ թե վախենում եմ իմ մոտ ոչ թե կոնկուրենցիա այլ հակառակը ես ուզում եմ իրան օգնեմ որ ինքը մաքսիմալ պտղաբեր լինի ես հավատում եմ որ մենք բոլորով մի թիմից ենք խաղում բոլոր եկեղեցիները Հայաստանի բոլոր հովիվները եպիսկոպոսները ավետարանիչները ուսուցիչները մարգարեները առաքյալները բոլորս մի թիմ ենք ու երբ որ ինչ որ մեկը գոլ է խփում այդ գոլը մերն է այդ գոլը էլ Բեթելինը չի կյանքի խոսքինը հոգեգալստականինը չի մկրտականինը չի դա արքայության գոլն է որ մենք խփեցինք սատանայի դարպասում ինչքան կարանք իրար հետ թևոթիկոնք ծառայենք մենք մի թիմ ենք գնալու ենք վերև նույնիսկ զարմանանք ես ասում եմ իմ տունը հաստատ Աստված դնելու այն մարդու տան կողքը որ ինձ այդքան չի սիրում որ ամեն առավոտ ինձ տենա մի հատ գրկեմ իրար մի թիմ ենք Աբրահամ ջան չի սիրումը ոնց կարա մտնի երկում չի սիրում չի սիրումը տեսարդ դերը կսիրացնի հա վերջի արտաշատը ասած կսիրացուցեմ կսիրացնի շատ լավ մեզ 10 րոպե մնացել 10 Մամոնայի պահը կարողացա այնպես ձևակերպել որ հասկանալի լինի այսինքն սիրելիներ մեր կենտրոնացումը պիտի լինի Աստծու գրկում հասկանալու որն է մեր կյանքի առաքելությունը ու սա չի նշանակում որ որտեղ որ աշխատում եք ինչ բիզնես անում եք այդտեղից պետքա դուրս գաք ոչ առաջնահերթությունները փոխեք որտեղ որ միանշանակ դուք թույլ նպատակ եք դրել ձեր առաջ նպատակը փոխեք որտեղ որ կամ ես այստեղ հասկանալով ով եմ ես ներկայացնում եմ Աստծուն ավելի լավ եմ աշխատում ավելի շատ եմ լույս տալիս բայց ես հասկանում եմ որ իմ մատակարարը իմ աշխատանքը աշխատավարձը իմ շեֆը չի իմ մատակարարը Աստված է իմ մատակարարը այն գործարանը չի որտեղ որ աշխատում եմ կամ կամպանիա իմ մատակարարը Աստված է որտեղ որ ես կամ ես այդտեղ խոսում եմ ավետարանի ես այդտեղ քարոզում եմ լույս եմ տալիս որն է իմ կյանքի առաքելությունը լուսավորեմ իմ կողքի մարդկանց աղեմ իմ կողքի մարդկանց ոչ թե հակառակ այսինքն մեզ տեսնողը պետք է ուզենա ապրի ոչ թե ուզենա մահանա քո շուրջը լավը դարձնել հա արքայությունը երկինքը երկիր բերել արքայությունը կառուցել ու վերջինը երրորդը սա մեծ գնով եք գնվել մարդկանց ծառայում եղեք ու երեքն էլ մեծ գնով եք գնվել այսինքն երբ որ ես հասկանում եմ այն գինը որով որ գնված եմ ես մեղքից առաջ եմ լինում իսկ ինչի եմ մեղքից առը որտեվ չեմ հասկանում իմ գինը երբ որ ես հասկանում եմ այն գինը որով որ գնված եմ ես մամոնային չեմ ծառայում ինչի եմ ես մամոնային ծառայում որտեվ չեմ հասկանում այն գինը որով որ գնված եմ ինձ գնեցին թանկ գնահատեցին, թանկ արժեք տվեցին։ Ես ոնց կարամ կենտրոնանամ ու նպատակ դնեմ ֆինանսը, իմ նպատակը ինձ գնողին ծառայելն է, գոհացնելն է։ Շատ սիրեցի այդ միտքը, որ դու ասացիր, ուզում մի փոքր շեշտ դնել դրա վրա, շատ կարևոր միտք էր։ Մարդու ծառայմի եղեք, այսինքն մենք միանգամից շրջապատի մարդկանց ենք նայում թեպետ դա էլ է մտնում դրա մեջ, բայց ավելի շատ մարդու ծառայմի եղեք ինքներս մեզ է վերաբերվում։ Այսինքն դու գնով գնվել ես, սա նաև իմաստունի իր մեջ հեղինակային իրավունքի։ Ես եմ քո հեղինակային իրավունքը։ Այո, դու իմն ես։ Իմն ես, ես պատկանում եմ Աստծուն։ Պատկանելիության խնդիրը եւ եթե ես ինքս ինձ եմ ծառայում Ուրեմն ես ինձ եմ պատկանում։ Ես ինձ եմ փորձում պատկանեցնել եւ դրանով նաեւ անարգում եմ այն գինը, որի համար
որ ինձ համար վճարում, այսինքն անարգում եմ ինքս ինձ ծառայելով։ Ինչ է սա, եթե ոչ մեր սեփական ծրագրերը, մեր սեփական տրամաբանությունը, մեր սեփական էգոն, մեր սեփական մարմինը, եւ այսպես շարունակ կանք ասեմ, կռապաշտություն, որտեղ մենք մեզ ենք պաշտում։ Որովհետեւ պատկանելով, գիտես ինչ, Տերը գնեց, հասկանում ես, սա ինչա, գիտես ինչ, գին վճարեց, փրկագին, այն իմաստով, որ, երբ որ չկա Տերը քո կյանքիդ մեջ, դու գնում ես դեպի ինքնա ոչնչացման, ու ինչ տարբերակ ուզում ես ընտրի, ուզում ես աշխարհի ամենափառավոր տեղերը գրավի, մեկը ինքնա ոչնչացման, գիտես ինչ, գին վճարվեց, ոչ թե մեզ սատանայի ձեռից խլելու միայն, կամ դժոխքից փրկելու, այլ Աստծունը սարքելու։ Այդ պատկանելիությունը նախ հարցը լուծեց պատկանելիության, երկրորդը ինքնաոչնչացման ճանապարհից մեզ հետ բերեց։ Այս ֆլոմի վրա օրինակ տարբերակ չկա, չէ, առանց Քրիստոսի կյանքը համարել կյանք։ Կա տես տարբերակ։ Դրա համար էլ Տերը ասում է թող մեռելները թաղեն։ Այսինքն իրանք ապրող մարդիկ են, ովքեր ապրում են երկրը առանց կյանք, մեռած։ Մեռածը ինքնաոչնչացում, արի պայմանական դնենք։ Ինչ տարբերակ ուզում ես ընտրի, ուզում ես ամենաիմաստ մեկը, դու ինքնաոչնչացման, մարդը ինքնաոչնչացման ճանապարհով է գնում առանց Քրիստոսի։ Տերը մեզ դրանից գնեց։ Ամեն։ Պարզ օրինակ բերեմ, այս ֆլոմը։ Հիմա ես գնել եմ այս ֆլոմը, այս ֆլոմա, չէ, մարկերը ֆլոմա, բառն է, մեր ժամանակով ֆլոմա, հիմի մեր երեխեքը մարկեր են ասում։ Ես գնել եմ խանութից, սա ինձ է պատկանում, սա պատկանում էր խանութին, մենք պատկանում էինք սատանային, Ադամը մեզ վաճառել էր սատանային, դա չի քննարկվում։ Հիմա Աստված ուղարկեց Հիսուսին, վճարեց Հիսուսով, մեզ գնեց ու Աստծո խոսքը ասում է իր սեփական ժողովուրդը սարքեց։ Հիմա ես գնում եմ այս ֆլոմա, մարկերը ու իմ սեփականն է ինքը, բայց ցավոք սրտի որպես մարդ ինքը կարա գրեն ինչ որ ինքը ուզում է, կամ ինքը կարա իմ ձեռքերում գրեն ինչ որ ես եմ ուզում։ Ես։ Հիմա ցավոք սրտի մենք ազատ ենք, մենք կենթանի զոհ ենք, ու ես պատկանելով Աստծուն, լինելով Աստծո սեփականությունը, կարամ ես գրեմ իմ կյանքը, բայց կարամ ասեմ Տեր, ես նորից հետ եմ գալի քո ձեռքերի մեջ, դու գրի իմ կյանքը։ Էդի մի քիչ հարաբերական իմաստ ունի, թույլ տուր մի քիչ ստեղ։ Նայ, ես հավատում եմ, որ այն ինչ որ Աստծունն է, եւ այդ մարդը չի կարող ինքնագլուխ ինչ որ բաներ անի։ Նրա ամբողջ, այսպես ասած, կյանքը պատկանելով Տիրոջը, Աստված, որովհետև կան այդպես համարներ, օրինակ Աստված ծեծում է իր զավակին, խրատում է, խրատ կարանի, տանի ամենախորը անդունդներով, բայց եթե Իրանն է, չէ, դժոխքի մասին չեմ խոսում, ես էլ դժոխքի, ես խոսում եմ, որ Աստված իրաններին երբեք, եթե հանկարծ իրաններից ինչ-որ մեկը կորավ անհետ, ուրեմն այդ Աստված ձախողված Աստվածը։ Ես չեմ հավատում եմ, ես դրա մասին չեմ խոսում, Աստծո ձեռքից կարա ինչ-որ մեկը կորի։ Մենք երկուսս էլ հավատում ենք, որ Աստծունը չի կորում։ Ոչ սատանան կարա գողանա, ոչ էլ դուք եք կարա ծանր իրավիճակներով կտանի, բայց չի կորցնի։ Չի կարա։ Ես խոսում եմ այս մասին։ Ուրախ եմ, որ դու դրան համաձայն ես։ Չէ, ես բա ինչի համար ենք հալածվում տարիներ շարունակ։ Ես խոսում եմ սրա մասին, որ Պետրոսը լինելով Պետրոս, տեսնելով Հիսուսին, ինքը կարա գնա իր ձուկ բռնելուն, ու Հիսուսը հանդիպի Պետրոսին, գնաց, բայց չկորավ։ Ու ես սրա մասին եմ խոսում, որ հետո Պետրոսը կարա հանդիպի Հիսուսին, ու Հիսուսը ասի. Պետ սիրում ես ինձ։ Բայց ուրիշ բան է։ Հենց այդ է, որ մենք կարանք պահի տակ գնանք, սկսենք մենք մեր կյանքը, բայց դա կորելու մասին չի։ Մենք չենք կորում։ Մենք ուղղակի մի քիչ հասկացած ենք։ Ու Տերը գալիս է էլի կանչում։ Ու ես հավատում եմ, որ այսօր միգուցե դու նորից լսես Տիրոջ ձայնը, որ ինչ որ չարխեր ունեինք, հա, ես էլ։ Հա, մեր համար չարխեր էին գծել, բայց Տերը այո, մի րոպե հանդիպումը Տիրոջ։ Դրա շեշտը գիտես որն է, սիրում ես ինձ։ Ու երբ որ մենք մի քիչ ուրիշ կողմ ենք գնում,
մենք մտածում ենք մենք էլ իրան չենք սիրում, բայց Աստված մեզ բերում աստեղ, սիրում ես ինձ, դու նստում ասում ես, հա, բայց սիրում եմ ես քեզ։ Արի, թող էդի, արի։ Ու ցանկացած մեկին Աստված ասում է սիրում ես ինձ, երբ որ քո պատասխանը ու միշտ է մեր պատասխանը, որովհետև չի կարող հավատացել Աստծո զավակը, չի կարող սիրի Աստծուն։ Ու մեր պատասխանը է այո։ Ու ամեն մեկին Տերը տարբեր բան է ասում։ Մեկին ասում արածեցրու իմ գառները, մեկին ասում է քարոզի ավետարանը քո աշխատանքի տեղում, մեկին ասում է սովորացրա իմ երեխեքին, մեկին ասում է երազներ մեկնի, մեկին ասում է մարգարեացի, ամեն մեկի համար տարբեր է, բայց շեշտ է սա սիրում ես ինձ, հա։ Մտի քո կյանքի առաքելության մեջ։ Առաջին սերը չթողես։ Դա Եփեսոսին է։ Բայց հիմնական սուծը էս խոսքի է, սա սիրում ես ինձ, հա, մտի քո կյանքի առաքելության մեջ։ Նպատակը դիր քո կյանքի առաքելությունը, նպատակը դիրի մեջ շփումը։ Ամեն։ Ու երրորդը հա գալիս են Գեորգին ու չեն գալիս։ Ժամանակ չունենք։ Մի րոպե ունենք։ Ու երրորդը մեծ գնով է գնված մարդու ծառամեղեկ, սա մարդը մենք էլ ենք ու երբեմն մենք մեզ ենք ծառայում կամ երբեմն մենք ծառա ենք դառնում մենք մեզ ծառայելով ծառայում ենք մարդուն ով որ կարա մեր շահերը պաշտպանել մարդկային իմաստով ստիպված ենք այդպես լինելու բայց նաև մենք չպիտի լինենք մարդու ծառա կապ չունի այդ մարդը մեր հովիվն է, մեր տնային խմբակի ավակն է, ու միգուցե ինքը ուզում է մեզ ծառայեցնի, ինքը ուզում է չափիչատ մտնի մեր կյանք, ինքը ուզում է մեզ ասի մենք ինչ անենք, հա, ես տեսել եմ այդպիսի ծառայողներ, որ չափիչատ են մտնում մարդու կյանք, ասում է դու արի ինձ հարցրա ես ասեմ ինչ անես արա ոնց որ ինքը իրան դնում է Աստծո տեղը այն մարդը որ պիտի նույն շփումը ունենա Աստծո հետ ես ինձ եմ դնում Սուրբ Հոգու տեղը ասում եմ ինձ հարցրա ես ավելի լավ եմ Աստծուն լսում քան թե դու Տեր Հիսուսը ասում է իմ գառները իմ ձայնը լսում են ու շատերը ընկնում են այս ծուղակի մեջ իրանց տնային խմբակի ավակներին են ծառայում իրանց հովիվներին են ծառայում իրանց հոգևոր մեծ եղբայրներին են ծառայում բայց Տերը ասում է քո համար մեծ գին է վճարած մարդու ծառա մի եղե մենք այն փոխհարաբերությունը որ մենք պիտի ունենանք Սուրբ Հոգու հետ մենք ոչ մեկ հետ չպիտի փոխենք անփոխարինելի մենք ոչ մի միջնորդ չունենք բացի Հիսուսից ու նպատակով է թղթերում գրված Հիսուս Քրիստոս մարդը սա նպատակով է գրած որ ախպեր ուրիշ մարդու մոտ մի գնա Հիսուս Քրիստոս մարդն է քո միջնորդը ինչի ես գնացել այս մյուս մարդու մոտ չկա ուրիշ միջնորդ Դրա համար սիրելիներ մեծ գնով է գնված մեղքի ծառամեղեկ, մամոնային ծառամեղեկ ու մարդուն ծառամեղեկ ու կապ չունի վայ գիտես այս մարդը սենց է բանանում դուք հետ քաշվեք սահմաններ դրեք ու թույլ մի տվեք որ մարդիկ ձեզ ծառայեցնեն Տեր օրհնի բոլորիդ Ես նկատեցի որ կիսատ բանալու մարդու ծառամի եղեքի Ոչինչ, բայց գոնե հասցրեցի միտքը Հա, կներես եղբայրս ուղղակի ժամանակի մեջ չենք կարա շատ ձգձգենք Ինչ ունենք, էսա Դե վստահ որ հաջորդ անգամ եթե կիսատ բաներ մնաց խոսենք Եթե տեր ուրիշ թեմա չտա Մերսի եղբայրս շատ շնորհակալ եմ շատ կարևոր թեմա է արմատական եւ մեզ լուրջ մտածելու առիթ է տալի ում ծառանենք մենք իրոք ում ծառանենք խորքային իմաստով որտեղ նաեւ հիշում եք խոսացինք ծառա լինելու խորքային իմաստը սա շատ կարևոր է եւ դա որոշում է մեր հոգեվոր հասունությունը ընթացքը գիտակցությունը խորհուրդները մտածելը լեզվամտածելակերպ այսպես ընդհանուր բովանդակությունը մեր բովանդակության մասին է խոսում ուզում եմ հասկանամ քո բովանդակությունը չէ օրինակ կյանքում մենք միշտ բաների ենք բախվում հարցերի որը այդ հարցերի արմատական իմաստը սա է ուզում եմ հասկանամ ով ես դու չէ առավոտ արթնանում ես հարցը բարձրացել այդ հարցի արմատական իմաստը սա է Ես
պատասխան եմ ուզում, բայց իմ կարևոր պատասխանը սա է, ուզում հասկանամ ով ես դու։ Եթե դու ինձ ասես ով ես դու, ես գիտեմ ոնց վերաբերվեմ քո հետ։ Այդ հարցը տենց բան մեզ պատասխանա դա։ Չգիտեմ, Մովսեսը նույն հարցը չտվեց բանի մոտ Այվող Մորենու։ Ով ես դու, երբ որ Աստված ասեց ինքը ով է, այդ լրիվ փոխեց Մովսեսի մտահորիզոնը։ Շատ կարևոր է, որովհետև տես ինչ ասում, ամեն բան բարի գործակից է։ Նրանց համար ովքեր սիրում են Աստծուն։ Ամեն բան, անգամ չար բաները։ Բայց այդ չար բաները պիտի հասկանան ով ես դու, որ իրանք գործակից բարի նշանակում է պարտներ։ Այդ չար բաները, երբ որ հասկանում են ով ես դու, նրանք սկսում են ըստ քո պատկանելիության, ով լինելուն վերաբերվեն քո հետ։ Ու դեպի բարին։ Դու պատկերացնես ինչ չար բաները դեպի բարին գործակից են լինում քո համար։ Բայց հետո դու սիրողների համար։ Միանշանակ։ Եղբայրս թեմա է բացում նոր, բայց ես վախենում եմ շատ առաջ գնալ։ Քո աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, մենք քեզ փառք ենք տալիս։ Հայր, շնորհակալություն ամեն ինչի համար, Տեր, ու ամեն հնարավորության, որ կարող է քո խոսքով կիսվել քո ժողովրդի հետ։ Ամեն Տեր։ Թող իմ քույրերը, եղբայրները, Տեր, այսօր այս խոսքը վերցրած Տեր, աղոթում եմ, որպեսզի կարողանան մարսեն այս խոսքը, Տեր, աղոթում եմ, որպեսզի այս խոսքը բերի փոփոխություն ամեն մեկի կյանքի մեջ, Տեր, աղոթում եմ, որպեսզի մենք, Տեր, հասկանալով ինչ մեծ գին է վճարած մեր համար, Տեր Հիսուս, ապրենք ազատ մեղքից, կենտրոնացած քո արքայության վրա, ու չլինենք մարդու ծառա, քո փառավոր անունը բարձր անելով այս մեղավոր աշխարհում ու թող քո թանկ անունը փառավորվի ամեն մեկիս կյանքում Տեր ամեն ամեն Շնորհակալ եմ եղբայր Տեր ես էլ եմ շնորհակալ զրուցակից ես եւ ներողություն եմ խնդրում շատ քեզ հարցերով շատ լավ է Երբեմն այս հարցը տալիս եմ եթերից հետո, բայց այսօր որոշեցի եթերի ընթացքում տալ Տեր օրհնի եղբայրս անկեղծ ասեմ շատ բան սովորեցի ես եւ սիրում եմ այդ համեղ բաները ուտել համեղ կերակուր Տիրոջից մեզ ուղարկված իր խոսքը ամեն եղբայրս քեզ էլ անուշ լինի քույր եղբայրներ մի բան եմ ուզում ձեզ խնդրեմ շատ հաճախ չեմ խոսում սրա մասին, բայց այսօր սրտից դրվեց խոսալ։ Գիտեք, այստեղ մենք ունենք հաշվի համար։ Չեմ խնդրելու քեզ, որ փող ուղարկես այս հաշվի համարի վրա, բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում խնդրեմ, շատ ավելի արմատական իմաստունի սա։ Խնդրում եմ վերաբերվիր այս հաղորդման հետ։ Վերաբերմունք ցույց տուր, որովհետև դա էլ ինչ որ ցուցիչ է ինձ համար հասկանալու թե որքան կարևոր է քեզ համար այս առավոտները ունենալ այս եթերը ես եթե չուղարկես էլ ես անելու եմ այնքան որքան իմ ուժը կհերիքի բայց չգիտեմ միջև երբ կհերիքի որովհետև իրոք ծախսատար ծրագիր է սա ուզում եմ ասեմ անցած ամիս մոտավորապես 8000 դրամ էր հավաքվել այս ամիս մոտավորապես 6000 դրամ Փառք Տիրոջը ես չեմ տրտնջում դրա համար եւ շատ ուրախ եմ շատ շնորհակալ եմ նրանց ովքեր վերաբերմունք են ցույց տվել բայց մենք տեխնիկական խնդիրներ ենք ունենում ծախսեր կան որոնք պետք է արվի եթե չուղարկեք էլ ես անելու եմ իմ հնարավորին չափով, որովհետև սա տերն է դրել իմ սրտում։ Եթե ես չանեմ, կմեռնեմ։ Մի քիչ կոպիտ ասեցի, օրհնվում եք, ցանեք, պարզը, Աստծո խոսքը ասում է, որ ավետարանի չնկատեն, որ ես տրտնջում եմ։ Աստծո խոսքը ասում է, որ ավետարանի քարոզողը ավետանից պիտի սնվի։ Ես ինձ համար պետք չի, ես աշխատում եմ, բայց ծախսեր կան, որ պետք է արվի։ Այ Աբրահամ ջան, մենակ դու որ մեքենայով գալիս տեղ գնում ես, Ոչինչ։ Տրանսպորտով եմ եկել։ Ժորդ, առատեղ եք, ցանեք,
Օժնվում եք, ցանեք։ Այդ լավ բան է, հետո կհնձեք ձեր կյանքում, կասեք ինչ լավ է, այս ծառայության մեջ ցանեցի ու հնձեցի։ Ցանեք ու տեսեք ոնց է Տերը առատապես օժնում։ Երբ որ դու կարտոֆիլը հողի մեջ ես դնում, հողը քեզ տալիս է։ Երբ որ դնում ես արքայության հողի մեջ, այս ծառայության մեջ, տես որ հողը քեզ տալու է։ Կհնձեք ձեր կյանքում, ուրիշներն էլ կասեն։ Գիտեք մի բան էլ ասեմ, չգիտեմ ճիշտ եմ անում, թե սխալ եմ անում, ուղարկողների անունը չեմ տեսնում բանկի հաշվեհամարի վրա, կուզեի իրանց անունները տայի, բայց չեմ իմանում ով է ուղարկող, ով չէ։ Երկրորդ բանը կա սրա, որ գուցե նրանք չեն ուզում, որ իմանամ ով է ուղարկել։ Կարող է սխալ եմ անում, կարող է պետք է անուններ ասեմ, չգիտեմ, այսպես բանը։ Իմ մոտ այդ արվեստը լավ չի զարգացած, փող հավաքելու արվեստը։ Շատ ավելի բան չեմ ուզում ասել, այնպես որ եթե ինչ-որ խրատ ունեք ինձ տալու, սիրով կփորձեմ լսել, հասկանալ հետագայում ինչ պետք է արվի։ Տեր օրհնի, Վարազդատ ջան, շնորհակալ եմ եղբայրս, օրհնված, պտղաբեր, հաջողված եղիր։ Սիրելի քուրեր եղբայրներ, սիրում եմ ձեզ, կներեք, շատ ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկ վիրավորվեց այս իմ խոսքով, ստիպված է երբեմն պետք է ասել, հասկացա, որ պետք է ասել։ Երկու տարբերակ ունեի, պետք է կամ ասեի, կամ էլ այս հաշվեհամարը ջնջեի ու ես իմ, այսպես ասած, հնարավորություններով որոշեցի այսօր այս տարբերակը, եթե չաշխատի հաջորդ անգամ կջնջեմ երևի, կամ չգիտեմ ինչ կնի։ Տեր օրհնի ձեզ, սիրում ենք ձեզ, շատ մնացեք խաղաղությամբ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է։